Ինչ հիմքով է դատարանը մերժել Նավասարդ arczepiskopos Կճոյանի ապօրինի գույքի բռնագանձման հայցը, որ ներկայացրել էր գլխավոր դատախազությունը, գաղտնի են պահում։ Դատալեքսում այս տեղեկատվությունը փակ է։ Հակակոռուպցիոն դատարանից հրաժարվեցին որոշումը ազատությանը փոխանցել կամ հիմքերը հրապարակել։ Այո, վարույթ ունեցել ենք, ժամանակին ներկայացվել է հայցը դատարան եւ եթե չեմ սխալվում, այցելումը մերժվել է դատարանում։ Չեմ հիշում պատճառաբանությունը։ Նավասարդ Կճոյանի ապօրինի գույքի վերաբերյալ հայցը մերժվել է անցած տարի։ Դատախազությունն էլ, որ որոշումները բողոքարկում է մինչև վերինատյան, այս դեպքում քայլ չի արել, չի բողոքարկել։ Ինչու դատախազությունը հիմնավոր է համարել մերժման հիմքերը։ Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը, որ այդ ժամանակ գլխավոր դատախազի տեղակալն էր, նույնպես պատճառներից չի խոսում։ Ես եթե չեմ սխալվում, մենք չենք բողոքարկել։ Ինչու՞։ Հետևությունները Երբ էր դատարանը երբ էր։ Չեմ հիշի, բայց եթե պատասխանում եմ այդ հարցին, վստահաբար այն ժամանակ էր, երբ ես դեռ նախարարությունում չէի։ Դատարանի մամուլի խոսնակն ազատության հետ զրույցում ասաց, գործը քննել են դռնփակ նիստում։ Այդ պատճառով էլ բովանդակությունը չեն հրապարակում։ Կողմերն են պահանջել, ինչու է որոշվել Արարատյան թեմի առաջնորդին առնչվող հայցը փակ քննել, երբ ապօրինի գույքի բռնագանձման մյուս հայցերը քննում են դռնբաց, որոշումներն էլ հրապարակում։ Խոսնակը պատճառը չնշեց։ Բայց չհասկացա, հոգևորականը Bentley ունենա, 3 հատ կնիկ ունենա, 1000 ներողություն ես բառի համար, այդ իրան տնկալումն է։ Ասենք 4 հատ սիրուհի ունենա, ամեն բանում երկրում մի հատ երեխա ունենա, չգիտեմ ոսկեղեններ ունենա, ինչ ասես ունենա, ով ոչ մեկին հաշվետվություն չտա, խելագար եք դուք։ Նախկին իշխանություններին փոխկապակցված հոգևորականը, որ հանրությանը հայտնի էր իր Bentley-ով, միացել է Մայրաթորի դեմ Փաշինյանի պայքարին ու վարչապետն էլ հրապարակային կասկածներ չի հայտնել նրա գույքին առնչվող հայցի ընթացքով։ Հրապարակային հաշվետվություն դատարանից ու դատախազությունից չի պահանջել։ Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը կասկածներ ունի, որ գուցե գործը ընթացք չի ստացել եկեղեցու դեմ վարչապետի արշավին միանալու համաձայնությունը ստանալու պայմանով։ Ինչն է եղել պատճառը, որ գործը դատարանը մերժել է, այդ մեկ, եւ երկրորդը, իսկ ինչու դատախազությունը չի բողոքարկել, որովհետեւ դատախազությունը ապրում է մոլուցքով բողոքարկել ամեն ինչ, անգամ ամենահիմնավոր դատական ակտերը դատախազությունը մի այլ նկարագրության, մի այլ տեսակի մոլուցքով բողոքարկում է միջև վճռաբեկ դատարան։ Եվ այո, այստեղ լուրջ կասկածներ կան, արդյոք դրա տակ չկա պայմանավորվածություն։ Գուցե եւ այս նպատակին, համաձայնության հասնելու հերահար նպատակ կար այսօր նրա համաձայնությունը ստանալու ինչ որ process-ներին մասնակից դառնալու, գուցե այլ խնդիրներ կան, սա իհարկե հիմա հնարավոր չի ստանալ հստակ պատասխանը, բայց բոլոր հիմքերը կան հիմնավոր կասկածի համար, որ այստեղ եղել է նաեւ կոռուպցիոն ռիսկ։ Քրեական գործերն ու կասկածները, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա քաղաքական նպատակահարմարությամբ են ընթացք ստանում, պնդում է Նժար սահմանադրական շարժման հիմնադիր Նինա Կարապետյանցը։ Եկեղեցու դեմ Փաշինյանի նպատակներին միացած հոգևորականների մասին Փաշինյանի ու նրա թիմակիցների փոխված ռետրաբանությունն էլ այդ մասին են վկայում։ Յուրայիներին ոչինչ, շեշտում է իրավապաշտպանը։ Իշխանությունների լռությունը կամ իշխանական ներկայացուցիչների, հատկապես նրանց, ովքեր ժամանակին հստակ թիրախավորում էին, անշուշտ իրենց լռությունը, իրենց խոսքի փոփոխությունը հուշում է նաև, որ իրենք այդքան էլ բաց չեն վերաբերվում նրան, որ քրեական գործերը ինչ որ մարդկանց վերաբերյալ կարող են այսպիսի ավարտ ունենալ։ Արարատյան թեմի առաջնորդը հայտնի օֆշորային գործով էլ է արդարացվել։ Բարձրաստիճան հոգևորականը մեղադրվում էր առանձնապես խոշոր չափով խարդախության ու փողերի լվացման համար։ Այսօր էլ ֆակտորը հղում անելու իր աղբյուրներին գրել է, թե arczepiskopos Կճոյանին ամռանը մեկ այլ գործով մեղադրանք են առաջադրել, ըստ որի Արարատյան հայրապետական թեմից գումար է կանխիկացրել ու տուն գնել։ Կա արդյոք այսպիսի մեղադրանք եւ ինչ ընթացքում է այդ գործը։ Քննչական կոմիտեից չպատասխանեցին, հորդորեցին գրավոր դիմել։